Պատկերացրեք նոր եք իջել ինքնաթիռից եւ ձեզ է մոտենում տաքսու վարորդ, խոստանալով մատչելի գնով տեղ հասցնել։ Առաջարկը պարզ ու հարմար է, սակայն վերջում պայմանավորվածությանը հակառակ ստիպված եք լինելու ավելի մեծ գումար վճարել։ Նման դեպքեր արձանագրվել են։ Վերջում 40,000 դրամ վերցրեց, բայց սկզբում 1500 դրամ էր ասել։ Ամիսներ առաջ Նիդերլանդներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկի պատմությունն էր սոցցանցում քննարկվում։ Գիշերը ժամը 3-ին, երբ օդանավակայանից դուրս էր եկել եւ հավելվածով տաքսի էր փորձում պատվիրել, մի տղա էր նրան մոտեցել։ Այսօր էլ լինում են դեպքեր, երբ փորձում են մոտենալ մարդկանց եւ առաջարկում տեղափոխել։ Մենք իրականացնում ենք 24-ժամյա ծառայություն։ Երբ որ մենք նկատում ենք մեր ծառայության ընթացքում, երբ տվյալ անձինք մոտենում են եւ առաջարկում են իրենց անօրինական ծառայությունները զբոսաշրջիկներին եւ այլ քաղաքացիներին, մենք մոտենում ենք եւ հորդորում ենք նրանց, որպեսզի հեռանան Զվարթնոց օդանավակայան տարածքից։ Դրանից հետո սովորաբար նրանք հեռանում են։ Սակայն երբ նրանք չեն դադարեցնում իրենց անօրինական գործողությունները եւ չեն ենթարկվում ոստիկանության օրինական պահանջին ներկայացված, իրենց հանդեպ կատարվում է վարչական ձերբակալում եւ նրանք ուղեկցվում են Զվարթնոց օդանավականի բաժին, որտեղ նրանց հանդեպ կատարում է վարչարություն։ Վարչարարությունը ենթադրում է 50,000 դրամ տուգանք։ Իդեպ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է վարչական ձերբակալության 3 դեպք։ Տաքսու լիցենզիան ենք ստուգում, այս պահին նայում ենք, որ տաքսի լիցենզիա չունեք։ Զվարթնոց օդանավակայանում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ վերահսկողությունը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է իրականացնում պարեկային ծառայության հետ, պարզելու արդյոք համապատասխան լիցենզիա ունեն, թե ոչ։ Զվարթնոց օդանավակայանում հստակ կա պահանջ, որ տրանսպորտային միջոցները պետք է ունենան օդանավակայանի համար նախատեսված լիցենզիա, որը իր մեջ ներառում է մինչև 7 տարեկան արտադրության տրանսպորտային միջոցներ, սպիտակ հիմնագույնի, կործանային վառելիքով եւ պարտադիր աերոտաքսի գրառմամբ։ Իսկ այն տրանսպորտային միջոցները, որոնք չունեն լիցենզիա, հետեւաբար իրավունք չունեն փոխադրում իրականացնել Զվարթնոց օդանավակայանից։ Հայտնաբերելիս արձանագրություն է կազմվում 50,000 դրամի չափով։ Պաշտոնյան նշում է, վերահսկողություն իրականացնելու ընթացքում մարդկանց մոտեցող վարորդները փորձում են չհայտնվել տեսադաշտում։ Տեսչական մարմինը իր լիազորությունների սահմանում միայն փոխադրում իրականացնելու ժամանակ է հայտնաբերում տուգան, մնացած այլ հարցերում հնարավոր չի տեսչական մարմինը իրանց տուգան։ Իսկ այն տրանսպորտային միջոցները, որոնք փաստացի իրականացնում են տաքսոմոտորային փոխադրում, բայց չունեն որևէ կահավորում եւ հնարավոր չի լինում ապացուցել, տվյալները հավաքագրվում են եւ փոխօգնության հայտնման վրա փոխադրվում են պետական եկամուտների կոմիտե հսկիչ գնում իրականացնելու նպատակով։ Հսկիչ գնումից հետո փոխանցված տվյալները տեսչական մարմինը դրանց հիման վրա արդեն իրականացնում է վարչարարություն։ Իդեպ նախորդ տարի կազմվել է 127 վարչական արձանագրություն առանց համապատասխան լիցենզիայի փոխադրման համար, իսկ այս տարի 45 արձանագրություն։ Պատասխանատուները խորհուրդ են տալիս օգտվել միայն լիցենզավորված տրանսպորտային միջոցներից։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։